Մեղությամբ կքայե ու արտարություն կգործե և ճշմարտություն կխոսի իր սրտին մեջ։ Եկած ենք այսօր դերը պարապանելու և իր մեն լսելու ինչ ուզե մեզի համար, որ մենք ընենք, գոնե այս շաբթվա ընթացքում։ Պիտի խնդրեմ, որ բոլորս ոտքի վրա ալանք և փոխադարձ ընթերցանության թիվ 4 հատվածը հիաստապար գարտալու և հատկևերջ աղոտքով պիտի շարունակենք։ Բարձրելույն ծածկոցին տակ բնագողը ամենագարողին հովանավորությանը տակ պիտի հանգչի։ Դրոջ համար գիտես թե իմ ամենից իմ ամրոցը, իմ աստվածս որ գուսա։ Արդարը ան պիտի փրկե քեզ որսորդին որոքայթեն, աբագանիչ ժանդամահեն։ Քեզ իր պերուներով պիտի ծածկեր, ու իր պերու տակ պիտի ապաստանիս, անոր ճշմարտությունը բանանը ու աստվածանը պիտի դրակեսի։ Պիտի չվախնաս գիշերվան զարհուրանքեն ու ծորեգը տրճող նեդեն։ Ոչոքները դրտող ժանդամահեն, ու կեսորվան ատեն սատանեցնող հարվածեն։ 1000 հոգի քու կովետ ու 10,000 քու աջ կողմեն պիտի ինան, բայց ցեզի հարվածը պիտի չմոդենա։ Միայն կորաշներով պիտի նայես, ու ամբարիշներով հանցումը պիտի տեսնես։ Որովհետև թուն դերը իմ աբավենս բարձյալը քեզի աբաստանարան ռիր։ Քեզի ճարի պիտի չհասնի, և գունագարային հարվածը պիտի չմոդենա։ Վասնզի իր ռեշտակներում պիտի աբսպրե քեզի համար, որ քու բոլոր ճամփաներուդ մեջ քեզ բահեն։ Անոնց ձեռքերում վրա պիտի դրեսնեն քեզ, ոչ չլատ է ոտքդ քարից առնես։ Արույցի ու իժի վրա պիտի քայլես, արույցի գորինը ու վիշապը պիտի կողքրտես։ Որովհետև ինձիցը ցանկա, անոր համար ես պիտի չասակա, անոր ամություն պիտի դամ, վասնզի անգայտանի մանություն ցածա։ Ինձի պիտի կանչե ու ես անոր բարասխան պիտի դամ, նեղության մեջ անոր հետ պիտի ելնամ, պիտի ապրեցնեմ ու փարավորեմ զանիգա, երկայն օրերով պիտի վշտացնեմ զանիգա, անոր պիտի ցուցնեմ, ամեն դերովն պիտի աղոթեմ և գիտենք, որ հիվանդներ ունենք, նմանավանդ թագուի կույրը, որ այս բոլոր գիշերը չգրծած կնանալ և ծավերու մեջ և անգոնի վրա աղոթենք իրեն համար և ոչ միայն ոս աղոթ կլալ մեր առօրյա աղոթներու մեջ իշենք եկեղեցի դարբեր անդամներ, ինչպես Եղիշ եղբայրը, Մարիամ կույրը, Աջնե կույրը, Սակոն, այս բոլորին մեր աղոթները այո, Պետրոսին համար, որ ծանր վիճակի մեջ է մանուշակ քրոջ եղբայրը, այսինքա դերը մեզ կբատվիր է, իրար համար աղոթենք, աղոթենք։ Տեր Հիսուս, եկած ենք այս առավոտ քու դարդ մեջ քեզ պարապանելու, մեր շնորհակալությունը հայտնելու և ինչպես դու Տեր Հիսուս քու սերդ հայտնեցիր խաչապայտին վրա ու կյանքը տրիր, որպեսզի մենք հավիտենապես չկորսվենք այս մեծ սերուն համար, որքան երախտաբար դեր և ոչ թե միայն ադիրիր, այլ խոստացար, որ ամեն օր դու մեզի հետ ես և աչապ խոստումը դա չպավեր, Սուրբ Հոգի Աստվածը գրգեցի, որ մեր ամեն օրյա, մեր քայլերը ուղե, մեզ շիդակ ճամփու մեջ առաջնորդել, մենք իրեն վստահելով դեր, այս բոլորը ըրիր մեզ սիրելուդ համար և մենք Տեր Հիսուս եկած ենք, թե քեզ շնորհակալ հայտնենք ալ և նաև քեզ մե քու խոսքը, քու պատվերները անգամը ևս լսենք, թարմ ձևով, որպեսզի մեր կյանքերը միշտ քեզմով առաջանան։ Տեր Հիսուս,
եկած ենք ծանր հոգիով, ունենք նյութեր, որ միան գրնանք քեզի պատմել, գիտենք, որ Տեր Հիսուս մեր եկեղեցիներս ունենք եղբայրներ, քույրեր, որոնք ֆիզիկապես կդարավին, ֆիզիկապես ցավեր ունին, նամանավանդ իշես տակույի քույրը, որ բոլոր գիշեր չգրծած կնանալ եւ սրտի ցավեր ունի, կխնդրեմ Տեր Հիսուս, որ դու իր մոտը գաս, ցավերը դետեկցնես եւ իրեն կատարյալ առողջություն տաս Տեր, քանի որ ինքը քեզի կվստահի եւ քեզի կսիրե, իշես նաեւ ազնեք քույրը Տեր, զի կզորացնես, իշես եւ իշ եղբայրը, որ դու մեծ գործեր կնես իր կյանքեն ներս, իշես Մարիամ քույրը իրեն կատարյալ ոտքի բուժում տաս Տեր, գաղութենք իշես Մարիամ քրոջ եղբայրը Պետրոսը, որ շատ ծանր վիճակի մեջ է, ցավեր ունի, դու Տեր Հիսուս դրնաս այդ ցավերը լման իր մեջ անել, քանի որ մենք քեզի կվստահին, դու նսիր ինչ որ իմ անունովս խնդրեք, պիտի տամ ձեզի, անշուշտ կխնդրենք այս բոլորը քո կամքիդ մեջ Տեր, եւ իշես բոլոր անոնք, որ անունները մեր միտքի մեջ չեն, բայց կան որ ֆիզիկական, կան որ նյութական, կան որ ոյ մեկ դարբեր հարցեր, որ ունին իրենց կյանքեն ներս Տեր, կխնդրեմ, որ Տեր դու միջամտես եւ ամեն ինչ գուցե քեզ մեջ անես, գաղութենք մասնավորապես այսօրվա ասպաշտամունքը գուցե քեզ մեջ անես, ինչ որ մեզի պետք է Տեր, ադիգա մեզի դաս, եւ ինչ որ քո խոսքերը մենք 100%-ով ընդունենք եւ մեր կյանքերը խոսքի զորությունով ապրենք Տեր, վկայենք մեր կյանքով եւ խոսքով Տեր, ընդունիս մեր պարապանությունը, ընդունիս մեր աղոթները եւ Տեր Հիսուս այս բոլորը կխնդրենք միմիան ու պարկիտ համար եւ առաջնորդել մեզ պարկիտ համար Տեր Հիսուս, ամեն։ Ամեն։ Այսօր ինչպես կտեսնանք Արման եղբայրը հոչ չէ, բայց ես հոսեմ։ Պիտի Տերը պարապանենք եւ առաջին երկը գնանք ոտքի վրա երկել եւ հաջորդ երկը գնանք նստի։
Եկեցիան ներս 100%-ով դերոջ գվստայի։ Թող այդպես էլ է, որ դերոջը դունեն գերտան, մեր տան մեջը 100%-ով դերոջը վստայի։ Մեր գործի մեջը 100%-ով դերոջը վստայի։ Եվ որ ադի են ես, ուրախությունը գադարյալ կը։ Եվ ոչ է միան գադարյալ, ալ ավելի գադարյալ։ Աս երբ նա երկենք դերոջը աղոտքի որդիով։
ուրախած եմ։ Բզդիկ ժամանակին։ Մեկ, երկու, երեք, չորս հոգի։ Հայաստան նակալաշ։ Չի կա։ Ոյա։ Աս երկը մենք իրակնորյայում ես շատ կերք է։ Դեր աստո խոսքը գսե եթե աս բզդիկներում բես չլան, երկինքի արգանքինը դիլի չի դեսնի։ Ինչ ես էլ է երեխաներում բես լավ։ Անգել ծավատ, ինչպես որ երեխան իր հորը գվստայի, իր հայրը ամեն ինչ գիտե, այդ ճապ գվստայի, այդ ծևով մենք աստծո պետք է վստահի, շատ մանյագար և անգել ծավատով։ Մենք դուն մոնինք երկինքի մեջ արև են բայցար կհավատաս ասում։ Երկենք այդ ուրախությունը եղավ։ Ասիերկը իր ծերքի շարժումներն անում է։ Եվ գրկներկը ծապ գնան։ Գրնան գնել արի։ Առաջին համարը դումը ունիմ ես երկինքի մեջ արևեն բայցա։ Դումը ունիմ ես երկինքի մեջ արևեն բայցա։ Հետո հիշեզից ձապով է, երկրորդնան Դեր Իսուսին պիրգիչս է, թունալ ընդուն է, արևեն բայց։ Եղավ? Ok. Երեք։ Բայց ձևերը ընենք, բայց երկեն գալու, չէ։
մեկը անգլերեն երգը պիտի երգեք, նորեն ձերքի շարժումներով, so սենա փոքրակը բայեցեք, Հուսով եմ Ալեքսեյներ նախքան մեր զոհաբերությունները ստանալը մի հատ խոսք կար, որ հետաքրքիր էր շաբաթվա մեջ ինչպես այս ամեն ինչը առաջացավ։ Տարիներ առաջ years ago brother named Tatos անունով մի հատ եղբայր ծանոթացավ Հայաստանում եւ մոտեցավ ինձի, ասեց brother can I take you out to lunch? Կարող եմ քեզի ճաշի տանելու։ Ասացի ինչու՞ չէ։ He introduced me to Deuteronomy 26:12. Ինքը ինձ ծանոթացրեց Օրինաց 26-րդ գլխի 12-րդ համարը։ Այդ համարի մեջ հետաքրքիր մի օրենք կար, եւ ես չեմ կարողում 10-րդի մասին, այլ ուզում եմ ձեզի Աստծո խոսքը ձեզի ցույց եւ ինչպես ինձ հետ խոսեց այդ օրը։ Իմանալով, որ ես անհայտ երեխեքի ծառայություն ունեմ, knowing that I have the ministry with the fatherless children, he said, I want you to read this, brother. I said, նա կատա ես համար։ Եվ այդ ամբողջ գլուխը 10-րդի մասին է իրենց օրենքների մեջ։ It's about the tithing։ Եվ այնտեղ մի բան կար ասում էր, որ քո 10-րդը Վերում ես անհայտ երեխաների որպես վայրերի This is a separate topic, առանձին համարը, որ ես ես կան տարիներով չէի իմացել դրա մասին։ Ինչու եմ ես ես օրինակը բերում? Why am I talking to you about this? Though we pray for financial giving, մենք աղոթում ենք նվիրատվության համար, զոհաբերության համար, often our time is valuable financially, as the saying goes, time is money. Գիտեք, ասելիքը որ ասում է ժամանակը փող է։ I have been giving a ride to this 14-year-old boy. 15 տարեկան տղա, ես after school վերցնում եմ, տանում եմ իր եղբոր տունը, take him to his uncle's house. It's been now 2 weeks, երկու շաբաթ է, որ ես Uber-ի միջոցով այս աշխատանքը սկսեց։ Եվ վերջապես անցած շաբաթ ասեցի Liam, you're living with your uncle, right? Քերի հետ ես ապրում, այո? Ասեց այո։ Just curious, ասեց, is your dad out of the country? Լինելով անհայտ երեխաների ծառայության մեջ, բայց հետաքրքրում էր ինչու է ինքը ապրում իր քերու հետ։ Ոսեց աչքերս ցած սարեց, բայց ասի, listen, if you're not comfortable, please don't worry about my question. You don't have to answer it. Ասի, եթե անհանգիստ ես ուզում, խնդրում եմ մի պատասխանի ես հարցին։ No, it's okay, ասեց։ Ասեց, when I was 2 years old, before ես 2 տարեկան էի, my father killed my mother. Իմ հայրս իմ մորս սպանեց։ Ու ես շատ սենց հարցազրույցներ եմ ունեցել անհայտ երեխեքի հետ Հայաստանում, որ պատասխանները այնպես է թողում քեզ, որ you don't know what to answer, չգիտես ինչ պատասխանես։ Բայց այս անգամ, որ ես բանը տվեց, ես պատրաստ էի, որտեղ այնքան բաներ եմ անցել, եւ ոնց որ ինչքան է թեմայից հետո, after that topic, he started bonding with me. Սկսեց ավելի բացվել եւ խոսել իմ հետ։ Դուր բացվեց, իր համար իր սիրտը կիսվել։ Though we give financially, ֆինանսապես մենք տալիս ենք, շատ անգամ քո ժամը լսելու is more important. Ժամանակ տրամադրել լսելու ուրիշ մեկի ցավերը։ Too often we're so occupied with ourselves, մենք այնքան ենք զբաղված մեր ինքներով, մեր խնդիրներով, մենք չենք մտածում կողքինին, մեր որոշումներով ոնց կարա վնասի կողքինին։
Ոնց կարող վնասի ուրիշ մեկին։ Կյանք ամեն ինչը բիզնեսով չի սիրելու։ It's not always finances. It's a lot of times your valuable time. Now I got a boy that I will mentor every time I pick up from after school. Այս տղային ես սկսեմ խոսել ու ինքը արդեն այդ բասկետբոլը խոսում, գնալու եմ բասկետբոլի խաղը նայելու ես, he opened up his shares. Always have the heart to listen, the ears to listen. This is why I do what I do. This is why I give my tithe. This is a me thing, not a you thing. Սա իմ որոշումն է, որ իմ տասանոթը տամ անհայտ անեի։ Ես ոչ մեկի չմասի, ոչ էլ կառաջարկեմ այդ առումով, որտեղ սի իմն է։ Մենք մեր տունը ունենք դրա համար, դուք կորոշեք ինչպես տարիներով դուք ստեղ եք։ Եվ ուզում եմ մի բան ավելացնեմ։ In my prayers past week, աղոթքիս մեջ I thank God for all of you. Աստծուն շնորհակալություն եմ բարձրացնում ձեզ բոլոր համար ձեր առատաձևության համար։ Honestly, I thank God for your giving. Ուզում եմ հրավիրել եմ եղբայրներին առաջ սա, ես եղբայրս Մայր ջան Եվ աղոթ կողը նշնում Շնորհակալ եմ դեր Փառք ենք տալիս քեզ այս պահի, այս շանի, այս օրվա համար Ամեն մի ներկայի համար Տեր Աստված որ դու օգտագործում ես քո թագավորության մեջ եւ ամեն մի անդամ մարմնի ինչպես որ գործում այդպես է եկեղեցի անդամ եւ այս պահը այս ժամը մեր պաշտամունքի այն պահն Տեր մենք մեր զոհաբերությունները նվիրատվությունները բերում ենք քեզ Տեր սրտանց հանձնում ենք քո ձեռքի մեջ խնդրելով որ օգնես 30 անգամ, 60 անգամ, 100 անգամ մի վերադարձ եւ օգնես ամեն մեկի աշխատանքը, օգնես իրենց ընտանիքները, օգնես իրենց առողջականը Տեր, շատ անգամ մեր դրումը ի վերադարձ այնպիսի ուրիշ օգնությունների առուներով է գալիս մեր կյանքի մեջ, որ մենք չգիտենք թե նույնիսկ ինչպես ես դու պատասխանում մեր աղոթքները Այն գիտենք, որ դու արդար Աստված ես, մենք կարող ենք վստահել քեզ ամեն բան։ Փառք ենք տալիս եւ շնորհակալ ենք Տեր։ Օգնում ենք քո սուրբ անունով Հիսուս Քրիստոսի անունով։ Բարելույս բոլորին։ Գաբր առաջին անգամ ենք ու կարող Այո, մեկ հատ տեսա, ուրեմն աչքերս ինձի չի խաբել։ Ձեր անունը? Նորա, ուրախ ենք, բարի եք եկած։ Տերոջը դնա։ Ուրիշ մեկը? Բոլորը բարի եք եկած։ Մեկ հատ Երկու այրը, մեկը իրարու համար
հիշեցնեմ, որ աղոթենք անդադար։ Եվ մեկ բանը, որ կյանքը որքան արագ կսայր, գիտեք, չէ՞։ Երբ որ գործի երդաս, օրը չի վերջանալ։ Սպասես, որ երբ պիտի ելնա ժամը 5։ Երկրները գերգարի կարծես թե շաբաթներ է մեկ օրը։ Բայց երբ որ նայիս կյանքը, դա երրորդ ամսվա կեսն է։ Նոր Քրիստոս դոնեց։ Շուտով երկու շաբաթներ ինչ պիտի ելնա։ Չէ, Ձագազա։ Եվ ադոր հաջորդը երեք շաբաթ են զավիկ դերոջը, վերած բրգությունը, հաճարությունը, իրարին կապելը պիտի իշենք և պիտի տոնենք, կանի որ ադի մեզի համարը։ Ունինք ապրիլ մեկը չորեք շաբթի է, ապրիլ 2-ն 5 շաբթի է, և ավակ շաբաթը կսկսի այդ շաբաթը։ Ուրեմն ամսուն 2-ին 5 շաբթի երևեան հոս ժողով ունի, հաղորդության պաշտամուն, դերը իշելու իր ճարճարանքը, իր խաչելությունը և պատրաստվի հարության։ Եթե Հիսուս հարություն չարներ, մենք ոսպի չնային։ Հարությունն էր, որ մեր կրգությունը գնթեց և մենք ուկանք ամեն կիրագի և ամեն անգամ դերոջ արջեմ որ ուկանք, շնորհակալության հոգիով, որ մեր կյանքը արժանի է հավիտենական կյանք։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն ամսուն 2-ին ժամը 7-ին, կամ 7-ին ասենք, ժամ կանի մինը, 7-ին, ժամը 7-ին, ապրիլ 2, ասկե երբ կեշապատ։ Լավ, հիմա անգլերեն երկի բանը, որ երկնը I've got peace like a river. Ունիք խաղաղություն մեր կյանքերներս։ Okay, ծևերը ապպես պիտի են։ I've got peace like a river. I've got peace like a river. And I've got joy like a fountain. And I've got love like an ocean. Եվ վերջը երեքը միասին. Peace, joy, and love. Լավ խնդրեմ բոլորս ոտքի վրա ալանասում. I've got peace like a river, I've got peace like a river, I've got peace like a river in my soul. I've got peace like a river, I've got peace like a river, I've got peace like a river in my soul.
Այս երկը տարիներ առաջ, երբ որ ես պատանյացի մեջ էի, նույն երայնությամբ, նույն ուրախությամբ աչի եղբայրը առաջնորդում էր ասում քույրը եւ գիտես ինչ, it's the worst song you could teach kids. Why? Okay, երբ որ գալիս I got joy like a fountain, չէ? Sense of it. I got joy like a fountain, I got joy like a fountain. Ու մասս խփելով իրար երկում են այդ երկը. A lot of fun, a lot of memories, park լոչը. Աղոթքով շարունակենք սերներ, խնդրենք Աստծուն առաջնորդի ես պաշտպանում, այս պահը, այս ժամը, փակենք տալիս քեզ Տեր, միայն ու միայն խնդրում եմ քո Սուրբ Հոգու առաջնորդությամբ այն ինչ որ սրտումս մտքումս կար, եղբայրներիս քույրերիս հետ կիսվելով քո խոսքը Տեր, առաջնորդես քո Սուրբ Հոգով, միայն ու միայն քեզ մոտ կարող ենք ամեն բան կատարել ճշմարիտ եւ լավ, առանց քեզի Որած մորորած մարդիկ ինչպես շատեր է այս աշխարհի մեջ, մինչև որ քեզ հայտնաբերում ենք մեր կյանքի մեջ։ Շարունակ ու շարունակ շարժվես Տեր մեր ամեն մեկի մտքերի սրտերի մեջ։ Առաջնորդես մեր ամեն օրվա քայլերը, առաջնորդես մեր շրջությունների ինչա դուրս գալիս մեր վրանից։ Պահպանես մեր աչքերը թե ինչեր են տեսնում ամեն օր մեր 4 կողմը, որ մեր շարունակ ու շարունակ մեր ուշադրությունը քո վրա եւ մեր կյանքը աճույք բերի քեզ փառք քեզ Հիսուսի անունով բոլորս հետ ասեցինք ամեն ամեն եւ ամեն անցյալ կիրակի օրը չկարողացա ես ձեզ հետ լինելու սիրելիներ շաբաթ օրը գիշերով քշելու ժամանակ exit արեցի 405 freeway-ը աճ էր ուզում մտնել alternator-ը գնաց ու աճ կողմը մնացի Մնացի տենց, ժամ ու կես փորձեցի սկսացնել, ուրիշ սանգերով, թոտրակ մանգալով, ես կոմ են կոմ և այլն, վերջը միակ եղբորը կապնվեցի, որ ինձի կարա օգնի մեխանիկ շապից ընդամենը 2 րոպե հեռու է։ 2 minutes away from the mechanic shop as my car broke down։ Իր այդ խոսալուց մոտապես ժամ ու կեսը տրկանուց հետո ասեց ինչ աղը որ սխում ես, ասա ոչ մի բան որ ձենահանում, ոչ մի բան չգիտե պրոբլեմի ինչն է, eventually իմացա որ alternator-ն է։ Մի հատ էլ սխմեցի ու միացա մեքենային։ Միանալու պես կազին սխմել եմ կարմիր ուշ չեն նայում ու ուղիղնացի իրական, ասեց օքեյ քեզ տեսնում եմ իմ ապարատով, ասեց փառք Ասեցիք, բայց ես արշակ եղբայր էլ չտեսա ես չգիտեմ կամ ուշարություն չեմ դարձրել կամ ֆրիվեի վրա ուշարությունից փողոցներն է ամենայն դեպս էլ լույս չնայելով մանով գիշերն էլ գնացի ֆրանսի կանգնեցի բալանի տակ վրեցի եւ իմանալով որ կիրակի օրը ամեն բան այստեղ դասավորված է ծառայությունը աշոտ եղբոր թե փառաբանություն թե երկրպագություն թե խոսքը վայելեցի քուսով եմ եւ ուղղվեցի Եվ հիմա էլ այս խոսքը, որ այսօր ուզում ձեզ հետ կիսվեմ, the topic I want to share with you today as I preach both English and Armenian անվերով եւ հայերենով թարգմանելով որովհետեւ շատերի համար հեշտ է ավելի անգլերենով լսելը Let's learn from Jesus our example that he is. Սովորենք Հիսուսից, որը մեր օրինակն է Սովորենք Հիսուսից Շատ ենք լսում, շատ ենք խոսում We talk about a lot of things about Jesus Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես ինքը օրինակ է Bracelet-ներ կհագնենք, WWJD, what would Jesus do Բայց շատ անգամ, երբ որ պահը գալիս է Հիսուսի նման ոչ bracelet-ն է օգնում Ոչ խաչը վզիտ կարա օգնի Ոչ որևէ մի բան, եթե դու չես լինում Հիսուսի նման Լավ համարներ կա, որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ Լավ թեմաներ կան, որ շատ կարող եք խոսալ Բայց հույսով եմ այն ինչ, որ այսօր ես 5 կետերը, որ ձեզ հետ ուզում եմ կիսվեմ Թե ինչպես նմանենք և ներ ավելին կա Հույսով եմ մի քիչ էր կմոտենանք նմանվելու մեր Տիրոջը, ամեն Billy Graham Reinhard Bonnke Գերմանացի Կարլոս եղբայրը
We are not your example. We are merely men and nothing. Yes, with the higher accountability, for much is given, much is expected. Շատ դրվածա, շատ պահանջվում է։ Ունենք մեր կանչը, որպես թե հովի, թե ավետարանիչ, թե ուսուցիչ, թե մարգարե, մարգարեուհի, ավետարանչուհի եւ հովի։ But we all are just merely human beings, nothing. Ոչ մեկս օրինակ չենք կարող։ Շատ հովիվներ, բաներ գիտենք դիտել։ Television-ով նայող մեծ անունով մարդիկ, great evangelists, all sorts of different men of God that have failed, that have fallen. Jimmy Swaggart, Jim Baker, շատերը կար, որ չգիտեն, շատերը, ովքեր մարդ են։ Սատանան հարձակում է, թույլ մասը մարդու հարվածում է, և սխալը անում է, և այլն։ Մի անգամ սովորեցի, ասում են ծառայությունը այսպես աճում մարդու, բայց այստեղ խնդիր ունի մարդը։ Եվ սատանան չի ուզում այս խնդիրը մեջտեղ բերի։ The devil doesn't want you to know about this issue yet. He wants the mission to grow, and then one day, boom, and everything just collapses. Why? Because Jesus is our example. Jesus namek holy. Yes, make I'm just a member, one member. Not a church membership member. Antam. Mat, ki, akanç. Antam եք մենք։ Հիսուսը գտնել են նույնց գտնել մոտ կարևոր է որ մենք հասկանանք ինչ կարևոր է մենք։ Ես դու ինչքան կարևոր ենք եկեղեցի մեջ։ Կարևորությունը, քո արժեքը։ So let's learn from him what an amazing leader he was or is. Եկեք սովորենք այսօր ինչ սկանչելի առաջնորդ էր Հիսուսը երբ քայլեց եւ շարունակ ինչ առաջնորդ է մեր կյանքի մեջ կենթանի։ Առաջինը, first one we're going to talk about is leadership is servanthood. Հիսուսը եկավ որ ծառայի։ Հիսուսը եկավ որ ծառայի։ Թագավորների թագավորը եկավ որ ծառայի։ Տերերի տերը եկավ որ ծառայի։ King of kings, Lord of lords, the Alpha, the Omega, the King, the God in flesh came to serve. Եկավ որ ծառայի։ Շատ կարևոր բան է, էդի խոնարհության հոգիը, առանց խոնարհության հոգի դու չես կարող ծառայես, դու կսկսես կարկադրել։ Without having a humble spirit, you're just going to order people. And you're not going to be a true member. It's going to turn into a club. Կուսակցություն կարող լինի։ Ես գիտեմ եկեղեցին, որ հովիվը ինքն է Հիսուսը, եկեղեցի գլուխը Հիսուսն է, ես չեմ, դու չես։ Եվ եթե մենք մեր տեղը չվերցնենք, քաոսն է սկսում։ Եվ մարմինը dysfunctional է լինում։ Նայեք համար ինչ ասում Մատթեոս 20:25-ից 28-ը, Matthew chapter 20 verses 25 through 28. Իսկ Հիսուսը նրանց կանչեց ու ասեց. Գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց վրա, եւ մեծամեծերը իշխում են նրանց, այսպես աշխարհը։ Բայց ձեր մեջ չպետք է այդպես լինի, այլ ձեզանից ով կկամենա մեծ լինել, թող ձեր սպասավորը լինի։ Don't we think the opposite? Մենք հակառակն ենք մտածում։ Որտեղ աշխարհը այդպես է ձեզի սովորացնում, այդպես է ինձի սովորացնում, բայց Աստծո խոսքը տարբեր ձևի է մեզի սովորացնում։ Եվ ձեզանից որ կկամենա գլխավոր լինել,
թող ձեր ծառան լինի։ Եվ սա է ամենալավը։ Ես համար եմ հիշել։ Ինչպես մարդու որդին, այսինքն Հիսուս Քրիստոսը չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու իր կյանքը շատերի համար որպես փրկարիչ տալու։ Jesus Christ did not come to people to serve him, for him to serve us, to serve the people. This is what we all supposed to do. And we all fall short, including me. But we continuously keep pushing forward. Շարունակ մենք պետք է փնտրենք, շարունակ մենք պետք է ձգտենք, որ լինել Տիրոջ նման։ Շաբաթվա մեջ ամեն ու հազար տեսակ բան իմ ու քո մտքովդ անցնում է։ Ոմանքը քո մտքերը կարող լինեն զբաղված գործ ուտելիք ես եւ այլն տունը երեխեքը եւ այլ ամեն բան։ Բաներ կան, որ չհայնացած ես, բաներ կան, որ ներված ես եւ մեջդ կարող սկսի բորբոքել եւ սկսես ահեշտությամբ անքուն գիշերներ անցկացնես կարող ես ունենալ դժվար ժամեր, քանստե կենտրոննաց ճանապարհի վրա ես ինձ եմ խոսում, քաշելու վրա մեկը տեսա ստոպսային էլ անցա, ես ինչ էլ անցա, առանց կանգնելու լավ ոչ մեքենա չկար դեր, թե ջեի տալու էր կամ ես իրան էր տալու, որտեղ միտքս քանստե կենտրոննաց ճանապարհի վրա կենտրոնացել է ուրիշ տեղ։ Սիրելիներ, երբ որ մենք Հիսուսին ենք նմանվում, խաղաղություն կա մեր մեջ, որտեղ մենք ձգտում ենք իրար մարմինը։ Մենք ծառայում ենք մեր հարևանին։ Այդ երեխանի մեքենայից մեջը սիրտս կոտրեց, երբ որ ասեց հայրս սպանել է մորս։ Ոչ շատ սովորական բան չի, որ դու կարաս լսես։ Իմ հայրը չէ եղել։ Դեռ կտեսա, նո, իմ հայրը չէ մարս չան։ Դերից է կարող մեջս լսես, հայրը սպանել է։ Easy. No. Hence for us to assets and barras, it's shocking. You don't hear this every day. What he says is in Joe, which I said, the selling shop. You have a mileage car, hired men some rest of his life in jail. Tatik na pa, then he might go like a carrying mama. So it's time, an opportunity to serve. I don't care if he's 14 years old and I'm 3 times his age. Քիչ կարևոր ունի ոք փոքր չեմ կարող փոքրին ես ծառայել։ Եթե այդ մտածելակերպը չկա, որ կարող ես ծառայել, կարող ես խոնարհությամբ խոսենալ, դու կորցրեցիր ով ես դու։ You've lost who you are in Christ. Ամենախոնար օրինակն է Հիսուսը։ Օրինակ մեզ, որ ինչպես մենք պետք է ծառայենք։ Շատ բաներ ենք սովորում աստվածաբանական դպրոցներում, շատ բաներ ենք սովորում ծառայության աշխարհով մենք գնալու, ու մեկ բան ես սովորեցի շարունակ, այսպես մտեցին ձիգ սովորածներ իմ օրինս։ Always go this way, not here։ Ինչի խոնարհություններ ուզում ֆիզիկապես ցույց տա։ Ինչպես որ երկեն ենք երգում, have joy like a river in your soul։ Նույնպես էլ այդպես ծառայություն շարունակ մտածես, որտեղ եթե ծառա չեղար, դու քեզ այսպես ցույց տալիս ասում ա որ բայց ձեր մեջ չպետք է այդպես այն ձեզանից ով որ կկամենա մեծ լինել, սա ուզում է մեծ լինել, սա ուզում է իրենց անունը հրապարարվի, իմանանք ինչ գործես, ասում թող այս ձեռքը ձախ չիմանա ինչ ես տալիս։ God knows. Don't wait for somebody to tap you on your shoulder. Հաճելի է, երբ որ մենք շնորհակալություն հայտնենք։ Իհարկե բոլորս ենք։ Սովորացնում ենք մեր երեխեքին, որ մեկը մի բան ասում է, thank you ասա։ Բայց Աստված է ամենամեծը, ինքը տեսնում է եւ մենք իր համար ենք անում։ Առաջ գնանք։ Երկրորդ կետը։ The second point is, thank you, that means that. Let your purpose prioritize your life. That's a good one. Let your purpose
purpose, prioritize your life, թող քո նպատակը առաջնահերթ լինի քո կյանքում։ Your purpose, your God-given purpose. Rick Warren wrote an amazing book, Purpose-Driven Life. And you could give քանի միլիոն կապիտալից, որ այս մարդը իր 10-րդը չի տալիս, իր 10-րդն է պահում, 90%-ն է տալիս։ Դե, ասուս լավ, էլի, միլիոնները խփեց, it's still a giving heart, it's still a servant heart. Բայց ինչ է սովորացնում, ասում է, ու ես մի նախադասություն գրքից հիշել ինձ համար եմ կետ, when you know your purpose, life becomes easy. Think about it. Երբ որ դու քո նպատակը գիտես այս կյանքի մեջ, կյանքը հեշտանում է։ Մի անգամ մի եղբայր ասեց, եղբայր, ես բիզնեսը կարաս անես, ես գործը կարաս անես, ֆինանսապես ես կարաս ասած, հետո ես կանգնեց, oh, right, forgot you told me now. You've been called to be a pastor. Yeah, I like to do things to secure things for my family. I like to take care of my son. I like to take care of my daughters. Հայր, ոչպես շատ եմ անում եմ մեր երեխաների համար, մեր կյանքի ամենքի համար, բայց my calling is a pastor. It's easy, this is my purpose. Սա իմ կանչն է Աստծուց։ Հովհաննես 17-րդ գլխի 4-րդ համարը, John 17, chapter 17, verse 4. Ես քեզ փառավորեցի երկրի վրա, ես կատարեցի այն գործը, որ դու ինձ տվեցիր անելու։ He fulfilled his purpose. Այն ինչ որ կանչված էր, կատարեց։ He was called and he did it. Հեշտերով, no, բոլորը գիտեք պատմությունը, մոտենում ենք զատիկին։ Նույնիսկ իր աշակերտները չէին հասկանում Հիսուսը ինչ էր անում։ Խոսում ենք մեր սերտողության ժամանակին շաբթի օրը, այս արդեն երկրորդ անգամ Մարկոսի մեջ ենք կարդում ենք, որ Հիսուս ասեց, ես պետք է խաչվեմ, հալածելու եմ, սպանելու եմ։ Բայց երրորդ օրը հարություն եմ արելու, աշակերտները չհասկացան։ Իրանք իրար մեջ խոսում են ու սկսեցին իրանք մտածել արդեն աթոռների մասին, ով ինչ աթոռ է վերցնելու։ Երբ որ Հիսուսը իրանք հարցրեց, իսկ ինչի մասին եք խոսում, ամաչեցին։ Բայց Հիսուսը գիտեր ով ալինելու առաջինը։ Այդ դրա համար այս կամաները սկսեց իրենց կարդալ խոնարհություն։ Վերջը հասկացան խանությունից հետո։ Վերջը հասկացան ինչի համար է դաչել։ Դրա համար արդեն սկսեցին ծառայել նվիրված ամբողջովին։ Երրորդ կետը, the third point. Live the life before you lead others. Ոմանք էլ լսել եք մարդիկ, որ շատ ծխել են, հետո սրտի խնդիր են ունեցել, կատված են ունեցել կամ խնդիրն էլ հիվանդանց են ինչ են ասել, նայի ինձի դու քեզ մեղքացի։ Այսինքն ես օրինակ չեմ, չէ, սիրելիս պիտի օրինակ լինի։ We have to be an example. We cannot just say those things. Ապրիլ քո կյանքը նախքան ուրիշներին առաջնորդելը. In other words, be a message before you preach a message. Գիտեք ինչ հաճելի է, երբ որ մեկը նայում է քեզ և տեսնում է մի բան տարբեր, դու գրավում ես այդ մարդուն։ Դու գրավում ես այդ մարդու ուշադրությունը։ That person now will listen to you. Այդ մարդը հիմա կլսի քեզ։ You can share the gospel with this person. Եթե ամեն մի վկայություն օրվա մեջ որ ասնեն, ժամանակ չունի քարոզի։ Շատ բաներ լինում քշելու ժամանակ, շատ բաներ ընտանիքի մեջ,
But every second, երբ որ Աստծո հետ ես, երբ որ Սուրբ Հոգին քեզ առաջնորդում ամեն օր, դու իր հետ ես։ Եվ ամեն բան սկսում է իր տեղը լինել։ Our life, our everyday walk has to be an example. What would Jesus do? That's what Jesus would do. Be an example. You have to be an example. Մենք պետք է լավ հույակապ ունենանք։ Անցյալում ասած կամ ասում է երբ ասում է you will know you're a Christian by your love. Եթե մեկ բան Հիսուսի մասին կարանք հասկանանք սերն։ Մի հատ Մկրտչյան եղբայր Սամսոն Մկրտչյանը արտակ եղբոր եղբայրը եւ TV-ով նրա ինտերվյու էին անում ասում է վարսիկները ասում է գալիս են Հայաստան բոլոր մյուս երկիրները դռները փակել են ասեց բոլոր մյուս մուսուլման երկիրները փակել են մուտքը քրիստոնյա երկիր ասեց դուրը բացել է ես մարդիկ որ գալիս են մենք իրանց հետ աղոթում ենք մենք իրանց համար տեղեր ունենք դասավորված մենք ծառայում ենք եւ եթե ինենք օրինակ են այս մարդիկ Աստված օտագործի բարի համար եւ ներելու է բացի ինքան Պարսկահայ հոգեվոր մարդիկ կան բանում եկե Հայաստանում պատրաստ է Սամսոնը ինքը Պարսկահայ չի բայց պատրաստ է հիշում եմ Ռաֆի եւ Շաբադյանը Պարսկահայ Պարսկաստանի եկեղեցից էր եկել Հայաստան իր միջոցով հայր մեր ծառայությունը Հայաստանը սկսեց առաջի կենտրոնը Երևան հիմա ուներ 8 կենտրոն առաջարկված է Կողամիս որ գնամ այնտեղ Ավիկ եղբոր հետը Գյումրի միանալու որ Գյումրիում դնենք մեր 9-րդը Գիրովականում դնենք մեր 10-րդը եւ 11-րդը Սևակ եղբոր հետը դնենք Գյավարում Աստված բերում ամառքի ֆինանսը որտեղից է գալու There that's always it is like always. But you have to be an example. Why not There's so many compassionate ministries out there. Impact comes from relationship, not position. Ազդեցությունը գալիս է հարաբերություններից, ոչ թե դիրքերից։ Ղուկաս 9:6 համար։ Եվ նրանք գնացին ու շրջում էին քաղաքներում ու գյուղերում, ավետարանը քարոզելով եւ ամեն տեղ բժշկություն անելով։ Երբ որ մենք ավետարանն ենք քարոզում, երբ որ մենք մեկի հետ խոսք ենք կիսվում, you build a relationship. Երբ որ մեկի հետ շփիտով ուրախությամբ սիրով ես մոտենում, you build a relationship. Ինչպես ես ընկերներ ունենում։ Ես որ գնացի ես նոր տարածք, որտեղ ես ապրում եմ, հարևաններ ունեցա, ծանոթացան ինձ, ես իրենց հետ, եւ հարաբերություն սկսեց, a relationship was built. Եվ երկու ամենամոտիկները դերի երկուսն է Ֆլորիդա տեղափոխվեցին. Both people I built a relationship, both of them moved to Florida, one to Miami, the other one to Tampa. Եվ ինչ ասեցի, երբ ես գալու ինձ վիզիտ անում։ A relationship was already built. Երկուսի մոտներ գնացել եմ, երկուսի հետ գնացել եմ ձուկ բռնելու, բայց ամենակարևորը Հիսուսը ասեց, ես քեզի ձգնոցներ որպես մարդկանց ձգնոցություն արել։ Եվ այսօր մեկը արդեն ձեր համարներ ավարտում, եկեղեցի են գնում, սրանք մարդիկ էին, որ միայն խմում, ուռում, հարբում, քեֆանում, հետո նորից ուռում, հետո նորից հարբում, առավոտը զարթում են նորից ուռում։ That's their life for 30 years. Ով կկարծե, որ այս մարդը իր կյանքը Հիսուսին կտա։ Ասեցի Tim, just a question. Երբ որ գնացել է Թամպա, արդեն ինքնաթիռի մեջից ես աղոթելով եմ եթում։ Ես չեմ մնում այնտեղ մենակի անց են լավ ժամանակ անցկացնելու, գեղեցիկ բան։ There is a purpose. Tim,
Have you given your life to Jesus? Just trust me, like I'm just on the of course. Yes, God, it's head to Babos. Now he's a work in progress like all of us. I mean, but you know what? Relationship opens the door for you to talk about what is the most important in your life. I'm not կարևոր բանը, երբ որ քո հարաբերությունը ստեղծում ես։ Կարող ես խոսել այդ ժամանակ, կարող ես հիսվել։ Ականջ տվող կա։ Երբ քշելու ժամանակ երկու անձ, two people, որ երկուսն էլ նույն ապարտան կապլексում են ապրում։ Այս կան ժամանակ քշում են։ Մի օրվա մեջ երկու անձեր, որ երկուսն էլ հարևաններս են։ Որոշել են, որ ամսունի 29-ին խորովածը մանելու։ Երբ որ ես խորովածը միացնում եմ քնիկում, այն շները, որ սկսում են հոտոտալ է, ու գալիս են որպես սկսում են ֆրանս, սպասում որ ասեմ արի, որտե շատ լավիներ ասելու եմ արի։ Մեր հայկական բնավորությունը հյուրասիրել։ Relationships. That's it though. God խոսքը սենից հագը։ This is the life we live. Այս աշխարհով եթե մենք բավարարվենք, չի ասում խոսքը մեր եկել ես, մեր գնալու ես։ Որ դուրս ենք եկել, գարոշ շորով գալուստուկով ենք դուրս եկել։ Տտտոր ենք դուրս եկել։ Ու երբ որ գնում ենք կարող ես գալուստուկով բանով դնում են այդ տագաղի մեջը։ Բայց միան մաքրում են տտտոր են գնալու ենք։ Շո ինչ ամնում ես սրելն է, մնում է այս իրոջ թագավորություն մատվոսվեցի համար ասում է ներդրում արա, invest in the kingdom where no moth nor rust can touch, որ ոչ ցենց, ոչ ժանկ կարակպնի։ The investment on this earth is irrelevant. Ultimately, մենք պետք է անենք, աշխատենք, բարգավաճենք։ Գիտեք ինչ է դակել խոսքա 5 տակայնի մեջը, ասում որ երկիրը որ դու գնաս, whichever the world, whichever the country you go to, Երեմիայի մեջն է ասում ես համարը, Իսրայելի ժողովրդին, բարգավաճի այդ երկրի մեջ, prosper in that country, and bless that country. Unfortunately, not every country does that, or nationalities, ethnic groups. They come and take advantage of this country. They don't bless this country. They manipulate this country instead of blessing this country. Ես ուզում եմ Ղուկասի ավելի շուտ Հովանու 14-րդ գլխի 11 համարն է կարդալ։ Հավատացեք ինձ, որ ես որ մեջ եմ, եւ Հայրին իմ մեջ, եւ Հայրն իմ մեջն է։ Եթե ոչ հենց գործերի համար հավատացեք ինձ, այսինքն ինչ որ տեսնում եք, ես անում եմ իմ օրինակիցս տեսեք։ Իմ օրինակիցս տեսեք։ I am an example for you. Look at what Luke chapter 22 and 23 say. Ղուկասի 7-րդ գլխի 22-23 համարները Ապա Հիսուսը պատասխանեց ու ասեց նրանց. Գնացեք Հովհաննեսին պատմեցեք ինչ որ տեսաք եւ լսեցիք, թե ինչպես կույրերը տեսնում են, կարերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում, մեռելները հարություն առնում եւ աղքատներին ավետարանն է քարոզում։
Pretty simple, բարձր, շատ խորը կարիք չկա լինելու, շատ անգամ ամենապարզ խոսքը պետք է որ ես խոսի. You want God to speak to you, he's speaking to you, not me. Վերջի կետը ձեզ է դիսվում այսօրվա համար. Leaders must replenish themselves. Ղեկավարները պետք է վերականգնեն իրենց։ Աստված 6 օր աշխատեց, 7-րդ օրը he replenished, հանգստացավ։ Շաբաթ։ Կարա այդ շաբաթը լինի շաբաթ, կարա լինի կիրակի, կարա լինի երկուշաբթի, օր, որ դու անջատես ստեղ։ Դժվար է այս քաղաքի մեջ, որտեղ ուզում է շարունակ աշխատանք, գործ, պահանջ եւ այլն, բայց եթե կարող ես, ոչ թե եթե պետք է կարողանաս, քո համար սա առողջարար է։ It is very healthy for us to have our day of rest. Where you don't think, you just enjoy that day, you pray that day, you read the scripture that day, you spend the day with God. Այդ օրը այդ ժամը անցկացնում հանգստանում ես ֆիզիկապես է, բայց ամենակարևորը մտքովդ եկեք կարդանք Մարկոսի գրքի առաջի համարը 35-ից 38-ը Առավոտյան լուսածագից շատ առաջ ելնելով նա, այսինքն Հիսուսը, գնաց մի ամայի տեղ եւ այնտեղ աղոթում էր։ Գնաց առանձնանա, գնաց որ սարից հեռանա, գնաց որ հանգստանա, գնաց որ իր հոր հետ աղոթքի մեջ ուզում։ Սիմեոնը եւ իր հետ Եվովները գնացին նրա հետևից եւ երբ գտան նրան ասացին բոլորը փնտրում են քեզ այ մարդ կորել ես ասուբած սարասը գնեք սարուձոր քեզ եք մանգալից դու եկել ես քո համար հանգիստ առավոտյուն աղոթք ես ասել մենք քեզ ենք փնտրում յան ձենցուն That's my paraphrasing get the internet բայց նա գիտե պատասխանը Եվ նրան ասաց, եկեք գնանք մոտակա գյուղաքաղաքները, որ այնտեղ էլ քարոզեն, որովհետև հենց դրա համար են եկել։ Հենց դրա համար եմ ես գնացել, առանձնացել ամայի մեջ, որ աղոթեմ Աստծո հետ, որովհետև գիտեմ, որ մնացած օրս այնքան զբաղ անելու, գիտեմ, որ աշխատանքս լիքն անելու, գիտեմ, որ պետք է այս անեն անենալ, գիտեմ, որ պետք է երեխում եք անեն, պետք է ֆինանսական ես եք։ Նրանք և մի կողոքացից։ Դրա համարը, որ պետք է հանգստանաս։ Դրա համարը, որ պետք է ժամանակ անես։ This is why you gotta take the time to rest. Even you young ones. Even you gotta rest. I know your energy is there. I know you can do this and it's non-stop. But comes a time in your life that you're going to get tired. Even then, try not to sleep for a couple of days. Your body will say, hey, what are you doing? Mark 6:31, Մարկոսի 6:31 համարը։ Եթե եսի Հիսուսի համար կարևոր այսինը, you can բարած, ինչ է կարծում մեզ համար, և նա ասաց նրանց, եկեք մի առանձին ամայտեղ ու մի քիչ հանգստացեք։ Մենք ինչ ասում Հիսուսը։ Նույնց եմ ասում, եկեք մի առանձին, առանձնանանք, ամայտեղ, որ մի քիչ հանգստացեք, որովհետև եկող գնացողները շատ էին և նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեն։ Եղել է, որ օրդ այնքան զբաղ է եղել, որ քեզ է ճաշ կերել,
Հետո զգացես, ոչինչ, ես ում եմ right there. This is after. Մեկը ինքը առանձնանում է, որտեղ օրը լիքնա լինելու։ Սերը նայեք, դրա համար ես ասում, առավոտը որ արթնանում ես, մի հատ իրոք բարելույս ասա։ Հետո երբ որ նախքան քնել հետո մի հատ բարի գիշեր ասա։ Աղոթքով մի երկու խոսք կարդալը կոնե։ Թող քո միտքը հանգստանա Տիրոջ խոսքով։ Թող խաղաղությունը Տիրոջ լինի։ Պատրաստվես օրվան համար եւ փակես օրը։ Եկեք առանձնանանք ասեց։ Որտեղ ինքը չառանձնանաս, չմտնես ծածուկ սենյակը, երեխա քեզ անհանգստացնելու, մյուսնա ճղճղոցը գցելու, մյուսնա զարթնելու, գիշերվա քեզ ասում ես գնեք գնա մեկան երեխուն, քաչ տա փակվել։ Հազար տեսակ բան խանգարելի է, բայց եթե դու որոշես, դուրը փակես, մի քիչ Աստծո հետ անցկացնես, սերիս կհանգստանաս Աստծո ավելի կնմանվես որտեղ ինքը մեզ օրինակ է ծառայում, ինչպես մեր կյանքը ապրել, ինչպես մեր ամեն օրվա գործերը կատարել, արթնացիր իրար հետ, ներգիշեմ ես քնից իրար հետ։ Ինչ օգուտ, եթե ալամ աշխարհը գրավես և կորցնես քո հոգին։ Ինչ օգուտ։ Եթե աշխատես և ժամանակ չունես երեխաների հետ, ժամանակ չունես ծնողների հետ, ժամանակ չունենք մեկս մյուսի համար։ Մենք սիրելիներ ընտանիք ենք, սա պիտի խորը ձևով մնա, որ մենք հաջորդ քայլին հասնենք։ We are a family. Next Sunday, we're going on an outing with the young adults. Մեր երիտասարդների հետ գնում ենք նավի մեջ, ոմանք ոչ չեն կարա նավի մեջ, որտես խառնություն չեն գա նավի մեջ, բայց կարան միանալ, բայց խոսքով ենք ամենակարևոր իրանից բանը։ We're going to spend time learning about the Lord. Amen. Amen. Oscar. Ես ագեսեմ ինչու ցայնս չել է։ Կարասուն ութ դարիներ առաջ Պեսեդինայի եղբայրության երասարդներեն էի և Էլմաջյան եղբայրը անջամանակ դերևս 92 տարեկան էր։ Քանի որ աս երկարանը որ գազմեց դարիներ իր բոլոր կյանքի ընթացքին ասովրա աշխատեցավ, թարգմանեց անգլերեն, երգերեն և էսի գեղեցիկ երգանալը պատրաստեց, որ ամեն երգերում վրայեն անցերը երասարդներով խնդրեցինք, որ իրեն այդ ժամանակ անցնենք մի քիչ։ Իր կյանքեն, քանի որ ինքը չարթեն ազատած էր, բանդարգված էր, պետք է սպաննվեր և ազատվեցավ իր կյանքը Աստված երկարեց մինչև 96 տարեկան։ Հարց տվինք իրենսին, որ Էլմաջյան եղբայր։ Աս երկարանը, որ պատրաստեցիր, որ երկը քեզի ամենասիրելին է, կամ շատ սրտիդ կխոսի։ Սա 101-րդ երկը։ 101-րդ երկը իմ ամեն օրվա հիշած երկս է, որ շատ կսիրեմ այդ երկը։
Եսե Թունիեստեր Բաժինց Հավիդյան, Բարեկամ Աշխար Եսին, մինչև վերջ իմ բանդրտության քարեմ քեզ հետ միասին։ Այսինքն մենք բոլորս ինչ ենք, բանդուկներ ենք, մինչև 2027-ը, մինչև ներկյանքին վերջը։ Այս երկը պիտի երկենք, 101-րդ երկը, բայց առանց պիանոյի, և երբ որ երկենք, աղոտքի հոգիով երկենք։ Եղավ, և վերջին աղոտքով, և վերջին համարը ոտքի վրա պիտի երկենք, ki 3 համար ունի, և վերջը աղոտքով պիտի բաժնվի։ Թունիեստեր Բաժինց Հավիդյան, Բարեկամ Աշխար Եսին, մինչև վերջ իմ բանդրտության քարեմ քեզ հետ միասին, ով Հիսուս միասին, ով Հիսուս միասին, մինչև վերջ իմ բանդրտության քարեմ քեզ հետ միասին, հանգիստ և հաճույք չեմ փնտրել, կամապավ աշխարհային, օժարեմ կրեմ դարձավեր, քարեմ քեզ հետ միասին, ով Հիսուս միասին, ով Հիսուս միասին, օժարեմ կրեմ դարձավեր, քարեմ քեզ հետ միասին, Երանցուր զիս այս նուցորեն, արեգոտ սովենացի, ամաղջան յակի սուրկարեն, մտնեմ քեզ հետ միասին, ով Հիսուս միասին, ով Հիսուս միասին, ամբաղջան յանքի սուրկարեն, մտնեմ քեզ հետ միասին։ Եվ օրհնության աղոթքոսերներ ավարտեմ մեր այսօրվա պաշտպանքը, Աստված օրհնի մեզ և պահի մեզ, Աստված պայծառեցնի իր երեսը մեր վրա և ողորմի մեզ, Աստված բարձրացնի իր երեսը մեր վրա և տա իր խաղաղություն։ Եկեք օր է օր ավելի ու ավելի նմանվենք իր նման։ 5 կետերը, որ կիսվեցի ձեզ հետ, օգտագործեք, որ օգնի ձեզ այդ քայլի մեջ։ Ամեն։